կապ չունի, ընդհանրապես, տղամարդուն նախ վայել չի, ուրիշ ընտանիք մտնելը, անկախ դա քաղաքական չի, ուղղակի վայել չի, ապրում էին երկու հոգի, ոնց է քաղաքացիական էին ապրում, եկեղեցական էին ապրում, չգիտեմ, պայմանավորվել էին, գրազ էին եկել, մեկը մյուսին կրվել էր, ասել էր ես քո սեքսուալ ստրուկն եմ, ինչ կապ ունի, ընդհանրապես կապ չունի, ապրում էին, երեխա ունեն, Աստված պահ երեխեքին, սո գնացինք դալ շ։ Ինչի ենք այսքան հեշտությամբ տրվում այդ թեմաների եւ քննարկում եւ իրար հետ էլի նորից վիճում, իրար քաղաքացիական անգրագիտության մակարդակը շատ անգրագիտության մակարդակը շատ բարձր է, իսկ կրթվածության, սոցիալականացման եւ այդ բանի այն ինչ որ բանի մակարդակը շատ ցածր է։ Պետք է հակառակը լինի։ Պետք է լինի հակառակ։ Այսինքն մտնել ուրիշի տուն այդ սերիալական բանը, ես չեմ համարում որ սա դրամա է, սա սոփ օպերա է, այսինքն ինչ որ սերիալ է հերթական, որ Աննան բաժանվեց, ասեց քաղաքացիական, ուրիշ հարց է, հասկանում եք, եթե լինեն կազմակերպություններ կամ բաներ, կամ չգիտեմ դատախազությունը կամ ինչ որ պատգամավորներ, կանգնեն ասեն եղբայր, ենթադրում ենք, որ սա անում եք, որպեսզի ձեր դիզածը պահեք։ Քաղաքացիական ամուսնության պարագայում դու պիտի դատարանով դիմես բանանես, ասենք հաշվետվություն տալուց, հարկային կամ այդ հայտարարագրվելուց, կարաս խուսափես քաղաքացիական բանի ամուսնության դեպքում որոշ դրվագներից կարաս խուսափես։ Ինքը հարկային խուսափելու համար, օրինակ կոպիտ ասած, եթե իրանք ունենան Հնդկական օվկիանոսում կղզի, որը գրված լինի Աննա Հակոբյանի քրոջ, որը գոյություն չունեցող ինչ-որ մի հատ բան ասեք կամ լավ սենց մի բան, ինչ-որ մի հատ բարեկամի ՍՊ-ի վրա, ինքը կարա չհայտարարագրի դա, որ ինքը ընդհանրապես քաղաքացիական կինն է։ Գալիս են, ասենք, չգիտեմ, 3 ժամ միասին անցկացնում են, իրենց ամեն ինչ դզում է, երեխեքին ասում են ապրեք, բան արեք, գնաց ցրվանք։ Այսինքն այս թեման։ Այսինքն մեծ հավանականությամբ, եթե դրան կարելի անդրադառնալ, մենակ անդրադառնալ նրանով, որ գոյություն ունի մտավախություն կամ կասկած հիմնավորված, որ ինչ-որ գումարներ կան, որոնք նման ձևով փախցնում են։ Անվտանգություն։ Միանշանակ անվտանգություն, որտեղ անվտանգություն Աննա Հակոբյանը ցավոք սրտի ամենասկզբից եղել է ներգրաված, նույնիսկ կառավարության շենքում եղել է գիդի, որ այնտեղ Աննա Հակոբյան անունով միշտ սենյակ կա եղել, այսինքն ինքը ունեցել է այն ինչ որ կոչվում է ռուսերեն դոպուսկ։ Ինքը եղել է կառավարության շենքում, ինքը տեղեկացված է, հետևաբար Աննա Հակոբյանը հիմա որ անցնում է առանձին բնակարանում ապրելու, որ ինքը վարձակալում է, որտեղ ուրիշ ոչ մի բան չունի, այդ լավ է իհարկե, բայց նաև իր վրա պետք է տարածվի այն, որ դու 10 տարի պետք է Հայաստանից դուրս չգաս։ Ինչու՞։ Որովհետև դու եղել ես թիվ 1 պաշտոնյայի կին, քաղաքացիական, ոչ քաղաքացիական, փաստաթուղթատուն տարեկան ներկայությամբ խոսած եմ, դու գնացել իհարկե, ուշ գաղտնի պետական գաղտնիքներ, դու գնացել ես բունկերում ես եղել։ Լավ է սարե, հարց չկա, չգիտեմ ինչ-որ դուխ ես տվել մարդկանց, ապրես։ Էրատո ջոկատ ես սարքել, գնացել ես տեղյակ ես եղել այդ ամեն ինչից, բայց դու հետևաբար դու չես գնում Հայաստանից ոչ միտեղ։ Եվ հետևաբար դու 10 տարի շարունակ մնում ես բանի տակ, խոշորացույցի տակ, որովհետև դու ինչ-որ չհասկացանք ես չձևա։ Դու գնացել ես, ասենք, չգիտեմ, Ելենա Զելենսկի հրավերով մասնակցել ես առաջի կանանց առաջին First Lady Gentlemen's բաների հանդիպումների։ Դուք այնտեղ բաներ եք քննարկել, որ հաշվետվություն դու ինչ եք քննարկել։ Դու եղել ես Հայաստանի Հանրապետության արտաքին։ Այսինքն սա զուտ ընտանեկան թեմա չի։ Չի կարող ընտանեկան թեմա լինի սա։ Չէ, ընտանեկան թեման գիտի, ես ինչ եմ ասում, պետք չի խառնել։ Ասենք մարդը երկուքի ապրում են, լավ, օքեյ, հասկացանք այդ ամեն ինչը։ Իրանց անձնական կյանքը տաբու է, չես կարող խոսած դրա մասին։ Բայց այն ինչ որ ես ասում, սա անձնական, սա вообще անձնական կյանքի հետ կապ չունի։ Սա իր պետական գործառույթների հետ կապ ունի։ Որպես առաջին տիկին, ինքը տենց էլ հանդես էր գալի առաջին տիկին, Նիկոլը իրան տանում էր։ Որդ նոմերածինով էր տանում, ինքը որոշ բաներից օգտվել է, որից որ ինքը օգտվել է որպես առաջին տիկին։ Այսինքն ստեղ էս բանը ինչ վերաբերվում այս նախընտրական թեմաներին, հա իհարկե սա վտանգ է։ Ինձ համար մեծ հաշվով անընդունելի է, բայց դա հիմա օքեյ է։
Եվ վերջին հարցը էլի ընտրությունների հետ կապված ձեր դիտարկումները այս փուլում ինչ է կատարվում Խայտառակություն այդ խառնաշփոթը մարդիկ չեն կարող կողմնորոշեն 28 հոգի են տեսեք ինչ որ մարդկանց խաբել են մարդիկ են թեկուսակցություններ են ծրագիր կա չկա ինչի շուրջ է վեճը խաբել են մարդկանց հիմա տակացնում երացնում են ստեղծելով տպավորություն որ այ հենց հիմա որոշում կա հենց հիմա չգիտեմ կրկեսում մեկը բանը լավա բանը ձիերը չէին վազում կրկեսում քաղաքական կուսակցության այդ դրա բանը մեկը կրկեսում է մյուսը բաժանվում է մյուսը չգիտեմ ինչ անում ու մարդիկ այդ էս պետք է հասկանալ որ սա կեղծ օրակարգ է լրիվ կեղծ ապացուցված է որ ընտրությունների բանը որոշումը կայացվում է վերջի 3-4 րոպեում երբ որ դու բյուլետենը վերցրել ես եւ գնում ես գցելու մինչեւ այդ որոշում կայացնելու պնդում անողները, որոնք որ շուտ արեք, ես Նիկոլս բան, այս որ հիստերիկացած, եթե մենք չլինենք արհեստական բանականություն չի լինի բան, սուտ է իհարկե կլինի արհեստական բանականությունը, որքան էլ որ ես իրանց sense եմ վերաբերվում, հաստատ ԿՓ-ից ավելի բանական է։ Փորձը ցույց է տալիս, որ ChatGPT-ին որ ասես խափի ինձ, ինքը տենց չի խափի քեզ, որ 5 անգամ 520 Եվ ավելի կայուն է երևի որ ասես ChatGPT-ին որ ասում է սուտ ես խոսում ինքը ասում է 1000 ներողություն մամայի արևել չեմ անի ու էլ յանքում տենց սուտ չի խոսում իսկ կեպեն որ ասում է սուտ է խոսում ով ես դու բա նախկինները բա հələ Սերժը բա Ռոբը երբեք Լևոնին չեն կպտում հիմնական ստախոսը Լևոնն է բայց ամեն Մի խոսքով հիմա ձեզ այդ հիշում եք այն խաղը բաժակով sense այսպես խառնում այնպես խառնում հա հիմա գիտեք ինչն է այդ վիճակն է չէ հիմա գիտեք ինչն է հիմա իրանք վերացում են քաղաքական դաշտը կրկեսի Բարեզբուն իմաստը ռուսերեն լավ են ասում ցիրկ սկանյամի դեմից ուրիշ բարկամյան չեմ ասի եթե ցիրկ սկանյամի հա Ընդ որում իրանք ուզում են ստեղծեն տպավորություն, որ այդ ձիերը իրանք են, որ վազում են, բայց իրականում իրանք նստած են ժողովրդին են կուտը տալի, խաբում են, որ հոգնածնեն, մինչև ընտրությունները։ Որովհետև հետո կսկսվի իրանք հիմա ինչ է պետք է, այս սկանդալները, բաները ինչի համար է պետք հիմա, որ թեժը լինի, որ Նիկոլը միշտ լինի։ Նիկոլի Վարդանիշը անկում է ապրում։ Տնտեսական իրականությունը Հայաստանի շատ վատ է, շատ վատ։ Այդ որ էլ եմ ասում շինարարական ոլորտի կեղծ աճով իրանք ապահովում են ընդհանուր, դա կոչվում է չինական մոդել վաղուց։ Չինաստանում արդեն այդ 2010-12-13 թվականին կառուցած անապատներում սարքած բաները, քաղաքները սկսում են տրաքացնելու ոչ մեկին պետք չի։ Նույն բանը մեր մոտ ալն է։ Տրաքացնելու ոչ մեկին պետք չի։ Իրանք բնակելի չեն։ Հասկանում եք, երբ քո ջերմաստիճանը ամառը քաղաքում բարձրանում 42 դու 6 հատ բետոն ես sense բան ես բարձրացնում իրար քիպ կպած, այդ արանքի օդի ջերմաստիճանը լինելու է 80 ու դու մի հատ ծառի տեղ չես թողել, այսինքն դա էկոլոգիապես վտանգավոր տեղ է, դա պետք է տրաքացվի, ոչ թե կտրաքացվի, որտեվ չեն ապրի, նույնիսկ եթե ապրեն, պետք է տրաքացվի։ Ես ցավով եմ սա ասում, բիզնեսմեններ կան, որոնք դրա մեջ փող են դրել, բանկեր կան, որոնք բանկրոտ կգնան, բայց դա պետք է տրաքացվի եւ դրա թույլտվություն տվողը այն մանր փոշու սիրահար Ավինյանը յուր թիմով պետք է ցմահ նստի, որտեվ իրանք են, որ Երևանը ապականում։ Էս հələ Երևանը, բա մարզերում է սա ինչա կատարելու։ Երևանում հələ մեկ-մեկ ասում են, էս ինչ է կանում։ Մարզերում էլ չեն ասել։ Հասկանում եք, մարզերում տենց որ նայում ես ինչա կա, շատ ավելի վատ է լինել։ Մտերիմ ընկերոջս հետ էի խոսում, 30 տարվա ընկերություն է գնում, իրար գիտենք էլ, ես հիմնականում բան տենց նույնիսկ բաների միշտ անցնում է տենց բարձր տոնայնությամբ խոսակցությունների։ Ասում շատ ծանր ես ամեն ինչ տանում։ Բա ոնց բան սենց ասում եմ եղբայր, հարցը հետևյալն է։ Ինչ եմ ասում չվախի, որ նայում ես, հասկանում ես ինչա, հետո էլ ծանր չես տանում։ Երբ որ ծանր չես տանում, չես վախենում, սառը գլխով ես անում, հա, օրինակ գիտեք, զենք կիրառել տակ գլխով չի կարել։ Կապ չունի ինչա, դանակա, ատրճանակա, բանը, տակ գլխով կատաղած, ու բուն սենց հիմնականում վարես գնալ։ Դու սառը գլխով լինես, պետք է չվախես։ Պետք է չվախես զենքը կիրառելուց։ Հիմա այդ է հարցը, ժողովուրդ հասկանում են, քաֆում են, ուզում են մնան իշխանության, հա, լավ, հասկացանք, հա, այդ որ բորբոքվում սենց է կանում, ինչ է փոխվում։ Այդ դեպքում ես պետք է հասնեմ ամենավախենալու բանը այս պահին, որ հələ չի եղել։
Ամենավախենալու բանը հələ չի եղել։ Եվ կարող է չլինել։ Միանշանակ։